Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը։ Իրականում եղանակը բացարձակ տրամադրող չէ, որ դուրս գանք տանից, բայց քանի որ գործեր ունենք, գործերը չեն կարող սպասել, այս մեկ շաբաթը մեր մոտ բավականին անձրևոտ մռայլ եղանակ է ու ես էլ բացարձակ տրամադրված չէի տանից դուրս գալու, ստիպված եմ պատրաստվելու դուրս եկել, որովհետև պոլիկլինիկայի զանգեցին ինձ ու ասեցին, որ պատվաստում ունեմ, ճիշտն ասած ասեցին ինչ պատվաստում է, բայց չեմ հիշում, հիմա գնում եմ պոլիկլինիկա, որից հետո պիտի կամ նինուլիկիս վերցնեմ, որովհետև մարտ ամսին ատամների ֆտորացում ունի, միանգամից ուզում եմ իրեն էլ տանել ֆտորացման ու համել պրոֆիլակտիկ ստուգում կանեն։ Այդպես սիրուններս ու ցերտի հետ էլ որոշեցի նաև վլոգ սկսել, չգիտեմ ինչպիսի վլոգ կլինի ու ինչ ակտիվություն կունենամ, բայց ամեն դեպքում նկարում եմ, այնպես որ գնանք մեր գործերին, ընթացքում իհարկե կմիանամ։ Վերցնումներս պատվաստումս ես վերջացրեցի, դուրս եկա, պապիլոմայի դեմ էր պատվաստումը, մեկ էլ կանչեցին 2 ամիս հետո, հիմա գնամ խանութ հաց առնեմ, նինուլիկը գրիչ է ուզել, գրիչ վերցնեմ, գնամ ինքը արդեն պատրաստ է, իրան էլ վերցնեմ ու գնանք ատամնաբուժարան։ Մենք ատամնաբուժարանից էլ դուրս եկանք, իմ աղջիկան ֆտորացում արեցին, մի հատ շարժվող ատամ ուներ, այդ ատամն են քաշել, որպեսզի իր հիմնական ատամը նորմալ կա, լավ ես կյանք, մենք չէինք սպասում իրականում, որ պետք է ատամը քաշեն, բայց ավելի լավ, որովհետև իրականում նինուլիկի ատամները բավականին ուշ է շարժվում ու շատ ուշ է ընկնում։ Այդպես սիրուններս, հիմա գնանք դեպի հրապարակ ու երևի քիչ կգնանք նաև տուն ու տեսնենք մեր օրվա մյուս մասը ինչպես կանցնի, այսպես ասած։ Այդպես կարելի է ասել այսօրվա բոլոր պլանավորված գործերս ավարտին հասցրեցինք։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, միացա ասեմ, որ ստոմատոլոգիա էլ եկանք, արդեն գնում ենք տուն։ Ողջույն սիրուններս, կրկին բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, ինչպես տեսնում եք մեր մոտ օր է փոխվել ու ես ու նինուլիկս առավոտ շուտ գնում ենք Պարի դպրոց, չնայած նրան, որ մենք գարնանային արձակուրդի մեջ ենք, դպրոցն էլ է արձակուրդի մեջ, Պարի դպրոցը, բայց քանի որ վաղը մարտի 28-ին երեխեքը Աշոտսքում ունեն մրցույթ, սպորտային պարերի մրցույթ ու պետք էր հավելյալ փորձեր անել, դրա համար մեր պարուսույցը այս ազատ օրերը օգտագործեց, որ հավելյալ փորձեր անեն, որ երեխեքը ավելի լավ պատրաստվեն։ Մի խոսքով, հիմա գնում ենք դպրոց, դրանից հետո կգնանք խանութ ու նոր կգնանք տուն։ Ինչպես տեսնում եք, մեր մոտ շարունակում է մնալ մռայլ, անձրևոտ ու անպամած։
Այդպես։ Իսկ ես այսօր, ինչպես տեսնում եք, դիմահարդարված չեմ։ Իրականում չցանկացա դիմահարդարվել, երբեմն կարելի է նաև այս տեսքով հանդես գալ, քանի որ ոչ մի ձևական բնույթ չի կրում իմ վլոգը, միշտ այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, այսպես ասած։ Լավ, մենք արդեն հասանք դպրոց։ Սիրուններս, մենք վերջապես հասանք տուն ու որոշեցի երեխեքի խնդրանքով պատրաստել փանքեյք, որի համար մեզ անհրաժեշտ է 3 հատ ձու, որը հարում ենք այնքան, մինչև կփրփրի։ Այնուհետև վրան ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ ու շարունակում ենք նորից հարել այնքան, մինչև շաքարավազը կհալվի։ Ձվի զանգվածի վրա ավելացնում ենք մոտավորապես 1 բաժակ մածուն, 1.5 թեյ կտալ սոդայի հետ խառնած։ Այս ամենը նորից ավելացնում ենք ձվի զանգվածին։ Չենք մոռանում նաև վանելինը անուշ հոտ ու համ փոխանցելու համար։ Շարունակում ենք հարել այս զանգվածը։ Վերջում ավելացնում ենք ձիթայուղ և իհարկե այլուր։ Այլուրը ավելացնելու ենք աչքաչափով, բայց չենք մոռանում, որ պետք է լինի ճիրացող, ոչ շատ պինդ զանգված։ Վերջ սիրուններս, մեր խմորն արդեն պատրաստ է։ Պատրաստում ենք նաև թավան, տաքացնում ենք գազօջախի վրա ու սկսում ենք թխել մեր փանքեյքերը։ Ահա և մեր պատրաստի փանքեյքը, բարի ախորժակ։ Այն կարող եք մատուցել ցանկացած միջուկով, նուտելլա, շաքարի փոշի և այլն, իսկ ես այս անգամ մատուցում եմ ծիրանի ջեմով։ Սիրուններս, ես ինչպես տեսնում եք արդեն տանն եմ, եկանք տուն, հասցրեցի հանգստանալ մի փոքր, դե որ դրսից տուն ես գալիս, ուզում ես մի փոքր նստել, հանգստանալ, Լինուլիկս դասեր արեց այդ ընթացքում, ինչ որ այս արձակուրդների ընթացքում հանձնարարել էին, կիսատ-պրատ արել էր, այսօր վերջնականը վերջացրեց։ Ես այդ ընթացքում հասցրեցի նաև փանքեյք պատրաստել, որովհետև խոստացել է երեխեքին, Լինուլիկս մի քանի օր շարունակ ինձ փանքեյք էր ուզում, բայց քանի որ ժամանակ չունեի, չէի հասցնում, այդպես անդադ հետաձգում էի։ Այսօր դրա համար էլ ժամանակ գտա, դա էլ պատրաստեցի, հիմա իրանք նստած էտ են ուտում ու հեռուստացույց են դիտում, ես էլ սուրճս վերցրել եկել եմ սենյակ, որ սուրճ խմեմ, համ էլ գիրք կարդամ, իմ նոր գիրք եմ վերցրել, Օշոյի «Կյանք, սեր, ծիծաղ» գիրքն է, նոր եմ սկսել կարդալ, եղանակը տրամադրող է։ Ասեք, որ երբ եղանակ է այսպես անպամած, անձրևոտ, մռայլ եղանակ է դրսում, դու ոչ մի բան անելու հավես ու տրամադրություն չես ունենում, կամ որոշում ես քնել, կամ էլ գիրք կարդալ։ Իսկ ես մոտակա երևի մոտ 10 տարին ցերեկները չեմ քնում, կարելի է մատներիս վրա հաշվել, երևի 1-2 անգամ եմ ցերեկները քնել, իսկ ինչ է մնում ինձ, եթե ոչ գիրք կարդալ։ Այնպես չի, որ քնեմ, երեխեքս չեն թողնի կամ ինչ որ, եւ ուղղակի չգիտեմ, երևի
բնավորություն է փոխվել, սովորություններ են փոխվել, հիշում եմ, երբ դպրոցական էի ու նաև ուսանող, սիրում էի դասերից հետո հոգնած գալ տուն ու պառկել մի քանի ժամ քնել հանգստանալ, բայց հիմա ինչքան էլ հոգնած լինեմ, ինչքան էլ նստանի, չեմ պառկի, չեմ քնի, դրան փոխարեն այլ գործով կզբաղվեմ, ավելի օգտակար։ Այդպես իրականում այս վերջերս ահա որ շատ մոտիվացիաս կորել է, որ ոչ մի բան անելու, ոչ տրամադրություն, ոչ էլ հավես չունեմ անգամ վլոգ նկարելու, ու դուք էլ եք դա նկատում, որ նորից սկսել եմ շատ ուշ վլոգներ տեղադրել, չնայած նրան, որ ասել էի, որ շաբաթական 2 անգամ վլոգ է լինելու, բայց չեմ նկարում, անգամ հետ եմ վարժվել, հենց սկսում եմ բացվել ու ինչ-որ բան այսպես ակտիվորեն նկարել, նորից ինչ-որ մի բան խանգարում է, մոտիվացիաս կորում է ու ես նորից սկսում եմ չնկարել կամ ուշ նկարել, հիմա երեկո այսօր ինչ-որ նկարել էի, ուզում եմ ժամանակ չկորցնել ու այսօր տեղադրել ալիք, շատ կարճ վլոգ է լինելու, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ մի քանի րոպեով ձեզ դրական լիցքերով կապահովեմ, ամեն դեպքում վլոգ կունենաք դիտելու, դե իսկ մենք վաղը հիմա երեկոյան Նինուլիկս լողանա, պատրաստվենք, որ վաղը գնալու ենք մրցույթի, իրականում շատ փոքր մասշտաբի մրցույթ է լինելու, մոտ 50 հոգանոց, լինելու են Երևանից, Աշոտցքից ու երևի Գյումրիից, այդպես շատ տեղերից չեն գալու, փոքր մասշտաբի մրցույթ է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ցանկացած մրցույթ, երբ դու այս ոլորտի մեջ ես, դա կլինի պարարվեստ, երկարվեստ կամ այլ ինչ-որ այլ արվեստ, ցանկացած մրցույթ կարևոր է, ասեմ, որ Նինուլիկս, երևի էլի եմ ասել, Նինուլիկս երևի արդեն 1 տարի, չէ, 2-րդ տարին է, որ ինքը մասնակցում է, պրոֆեսիոնալ պարով է զբաղվում, ու սա իր 3-րդ մրցույթն է արդեն, առաջինը Գյումրիում էր, երկրորդը Մեղրիում է եղավ, 3-րդը հիմա էլի Աշոտցքում է, իսկ մայիսի 2-ին եւս մրցույթ ունենք, որը շատ մեծ է, միջազգային մրցույթ է, լինելու են Վրաստանից, Իրանից, Մոսկվայից, այդպիսի մոտ պետություններից գալու են, մի խոսքով միջազգային մեծ մրցույթ է լինելու, էլի Գյումրիում է լինելու, բայց առաջին անգամ է Նինուլիկը հանդես գալու միջազգային մրցույթում, որից էլ ահա որ շատ համ ինքն է իրականում վախենում, համ ես, չնայած նրան, որ ես իրեն միշտ թև եմ տալիս, ասում եմ, որ կապ չունի ինչտեղ կզբաղեցնես, պետք է այսպես եռանդով ու ոգևորված պարապես, բայց դա նաև չի վերաբերվում նրան, որ էլի կապ չունի երեխան ինչտեղ կզբաղեցնի, բայց դա եթե դա իրեն շատ ասես, երեխաներին հիմնականում եթե շատ ասնենք, իրանց մոտիվացիան էլ կկոտրվի, իրանց ոգևորվածությունն էլ ու երևի ավելի քիչ կաշխատեն իրանց վրա, դրա համար պետք է նաև ասես, որ պատվավոր հորիզոնականները ցանկալի է, որ իրանք գրավեն, մի խոսքով, տեսնենք Նինուլիկը վաղը իրան ինչպես կդրսևորի, այսօր պարուսույցը ասեց, որ բավականին լավ է պարում, չնայած որ վալսից մեկ անգամ երաժշտությունից դուրս է թռել, այսինքն երաժշտությունը չի լսել, տեսնենք, միջազգային մրցույթի համար մտադիր եմ հավելյալ պարամունքների տանել, որ ինքը ավելի կոփվի, ավելի այսպես առանձին պարուսույց իր հետ աշխատի ու ինքը ավելի իրեն վստահ ու արտիստիկ լինի, արտիստիկ ներկայանա, դրա համար մտածել եմ, որ կարելի է միջազգային մրցույթի համար իրեն հավելյալ առանձին օրերի ու առանձին ժամերի
տանեմ, որ պարուսույցը իր հետ առանձին պարապի։ Մի խոսքով սիրուններս, ահավոր խառը խոսացի, շատ խոսացի։ Երևի այստեղ ու այսքանով այս վլոգը եւս ամփոփենք, որպեսզի ես էլ գնամ Նինուլիկիս շորերը պատրաստեմ, իրան լողացնեմ։ Իրականում ուզում էի Անգելինային եւս տանել հետս մրցույթին, որ քուրիկին բալետ աներ, որովհետև ինքն էլ է շատ ուզում, բայց դրսում այնքան անիմաստ անկապ եղանակ է, որ մտածում եմ, որ Աշոցքում էլ ավելի ցուրտ է լինելու, չգիտեմ, երևի չտանեմ Անգելինային, բայց դե իրան ոնց եմ համոզելու, որ չեմ տանի, այդ արդեն չգիտեմ։ Մի խոսքով վաղը կերևա գլխներիս ինչ կգա, այսպես ասած, հիմա գնամ երեխեքի հետ մի փոքր ժամանակ անցկացնեմ, երեկոյան Նինուլիկին լողացնենք, որ շուտ քնենք այսօր համեմատաբար, որովհետև վաղը շատ շուտ եմ արթնանալու, որպեսզի համ Նինուլիկի մազերը հարտարեմ, մինչև մի փոքր նախաճաշ անենք եւ այլն, պետք է 11-ին տանից դուրս գանք։ Շատ խոսացի ու իրարից այսպես տարբեր բաների մասին խոսեցի, ինչևէ, այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, չնայած նրան, որ շատ անկանոն են վլոգներս, բայց ամեն դեպքում ես էլի սպասում եմ ձեր ակտիվությանը, ձեր կոմենտներին, եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվեք, կապ չունի, որ այս շրջանում այսպես միապաղաղ են վլոգները, գալու է ամառ, օրերը տաքանալու են, իսկ մենք լիքը լավ տեղեր ենք գնալու, բացահայտենք, այնպես որ եթե չեք ուզում կորցնել ինձ ու իմ ալիքը, բաժանորդագրվեք, սեղմելով զանգակ կոճակի վրա, որպեսզի չկորցնեք ինձ, իսկ ես այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։